Մասյացյոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված, ապա Մայրաթորի կողմից կարգալույց հռչակված Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայտարարում է իր նկատմամբ կիրառված կարգապահական քայլերը եղել են ապօրինի եւ հակականոնական։ Նրա խոսքով կաթողիկոսը միանձնյա որոշում է կայացրել չպահպանելով եկեղեցական ընթացակարգերը։ Նախ պիտի մեղադրանք լինի առաջնորդի կամ որևէ եպիսկոպոսի հանդեպ, որպեսզի դու դիմես նման միջոցների։ Առհասարակ կանոն ասվածից կաթողիկոսը հեռու է, շատ հեռու է իր գործողություններում։ Նա պնդում է, կատարված է եղել է առանց որևէ մեղադրանքի, այդ պատճառով էլ դիմել է դատարան։ Եթե դու եպիսկոպոս ես կարգալույց անում, նախ պիտի դու ատյան ձևավորես, եպիսկոպոսի հանդեպ եղած մեղադրանքներ պիտի քննվեն եւ հաստատվեն։ Այնուհետեւ եպիսկոպոսատ ժողովը իրավունք ունի վերջնական վճիռ կայացնելու արդյոք արժանի է կարգալության այդ արարքը թե ոչ։ Դատարանը կիրառել է միջանկյալ միջոց, մինչև վերջնական վճիռը վերականգնելով իրավունքները, սակայն ըստ Սարոյանի այդ որոշումն ամբողջությամբ չի կատարվել։ Այդ միջանկյալ միջոցի կիրառումը ենթադրում է, որ իմ իրավունքները պիտի վերականգնվեն լիարժեք կերպով մինչև դատարանի վերջնական վճիռը։ Մայրաթորը մասամբ փորձեց, այսպես իրեն հատուկ ոճով խապս տալու մեթոդաբանությունը նկատի ունեմ, փորձեց վերականգնել եւ միևնույն ժամանակ նորից ապօրինի հակականոնական կերպով կաթողիկոսը ինձ կարգալույց հռչակեց։ Սարոյանը կաթողիկոսին մեղադրում է, թեմական կյանքին միջամտելու մեջ, ասում է, թեմը չի վերադարձել բնականon կանոնական ընթացքին։ Նա նորից հակականոնական կերպով միջամտեց թեմական կյանքին եւ փորձեց այսպես բռնության, վախի, կաշառքի, չեմ խուսափի ասել, միջոցներով իր կողմը գրավել քահանաներին։ Սա աննախադեպ երևույթ է, որ կաթողիկոսը միջամտում է թեմական կյանքին։ Նրա խոսքով կաթողիկոսը չունի նման գործողություններ իրականացնելու կանոնական իրավունք, հատկապես այն պարագայում, երբ իր դեմ պաշտոնապես ներկայացված են մեղադրանքներ։ Ընտանեկան կալված չի եկեղեցին, էլի, մենք էլ իրենց ճորտերը չենք։ Սա հայ առաքելական եկեղեցին կամ Հայաստանի առաքելական եկեղեցին, դա հայ ժողովրդի սեփականությունն է։ Եթե մենք իրավական դաշտում ենք նայում հարցին, ապա փաստացի պիտի ես ղեկավարեմ թեմը։ Սարոյանը պնդում է, որ իր քայլերը քաղաքական բնույթ չունեն եւ պայմանավորված են բացառապես եկեղեցու շահերով։ Նրա խոսքով վերջին տարիներին եկեղեցին ներքաշվել է քաղաքական գործընթացների մեջ եւ դարձել տարբեր շահերի գործիք։ Իմ քայլերի մեջ քաղաքական ոչինչ չկա։ Ես ինչ անում եմ, հանուն հայ եկեղեցու եմ անում։ Հայ եկեղեցին, ես իմ կյանքը նվիրել եմ հայ եկեղեցուն, իմ կարողությունների չափով ծառայել եմ հայ եկեղեցուն, ես չեմ եկել ասպարեզ, որ հարստանամ։ Ես ոչ մի բանի կարճած չեմ, ոչ պաշտոնի, ոչ աստիճանի, իրենք շատ թշվառ են բոլոր նրանք, ովքեր մտածում են, իրենք կարող են ինձ զրկել որևէ բանից։ Սարոյանը հայտնում է, որ իր եւ ընտանիքի անդամների հասցեին հնչել են սպառնալիքներ, իրականացվել է վարկաբեկման արշավ, սակայն ինքը չի դիմել իրավապահ մարմիններին։ Ես որևէ սպառնալիքից չեմ վախենում, խնդրեմ, թող շարունակեն ինչքան կարող են, բայց ժամանակը ցույց կտա, թե ով է կանգնելու օրենքի եւ դատարանի առջեւ։ Իմ դեմ չի, որ քրեական գործեր են հարուցված, կաթողիկոսի իր եղբոր իրենց դեմ են հարուցված եւ ժամանակը ցույց կտա վերջը ով է օրենքի, ով պիտի օրենքի առաջ պատասխան տա։ Ըստ Սարոյանի ստեղծված ճգնաժամը սկիզբ է առել դեռևս ավելի վաղ, սեռական սկանդալների անտեսման եւ եկեղեցի պետություն հարաբերությունների ծրման փուլում, ինչը նրա համոզմամբ հետևանք է կաթողիկոսի քաղաքականացված եւ միանձնյա կառավարման ոճի։ Նա ընդգծում է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը եկեղեցական կառավարման համակարգի առողջացումն է, կանոնական կարգի վերականգնումը եւ պատասխանատվության ենթարկումը բոլոր այն անձանց, որոնք խախտել են եկեղեցու ու օրենքի պահանջները։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։